Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը Էրիկ Շահբազյանն է, շատերին հայտնի Թութու Լավան, ողջույն Էրիկ։ Ողջույն ձեզ։ Շնորհակալ եմ կրկին իմ տաղավարում հյուրընկալվելու համար։ Ձեզ եմ շնորհակալ, որ իմ սիրած թվով երկրորդ անգամ կանչեցիք։ Էրիկ, ուզում եմ զրույցը սկսել ամենաթարմ եւ միևնույն ժամանակ աղմկահարույց թեմայից, որը պետեկամուտների կոմիտեի հետ էր կապված։ 109 միլիոն տուգանքի համենայն դեպս փորձ, ինչ իրավիճակում է գտնվում այս պահին այդ խնդիրը եւ արդյոք տրվեց լուծում, թե ոչ։ Ճիշտն ասած, այնքան հեռուստաընկերություններից եմ հրավեր ստացել, բոլորին մերժել եմ։ Երեք Լիլիթը ասում է, վաղը գնում ես հարցազրույց, նայում եմ, ասում է, գնում ես ու վերջ։ Ու ես հիմա եկել եմ, շոկի մեջ եմ, որովհետեւ չեմ ուզեցել շատ այս հարցի շուրջ խոսել, հոգեբանորեն ինձ շատ ճնշել է ու ցավ պատճառել, բայց նայեք, այն փուլում է, որ վերջնական դեռ չի որոշվել ինչա լինելու, դա պետական գաղտնիք է, ստորագրված, որ ինձանից չի կարա դուրս գա, ինչ ենք որոշել, ընթացքի մեջ է, բայց փառք Աստծո ամեն ինչ լավ է լինելու, հավատում եմ, բայց այն գումարը չի, որը ուղարկել էին նամակով պետեկամուտների կոմիտեից 109 միլիոն դրամ։ Ես երբ որ բացեցի այդ նամակը, տեսա, անկեղծ եմ ասում, մի 2 օր առաջ Կոնոր Մակգրեգոր, տենց UFC, իրան $250,000 էին դատել, որ 109 միլիոնը նայում ես, $280,000 է մոտավորապես ասում։ Ասում եմ, ինչով եմ տարբերվում։ Ասում եմ, այդքան ես հայտնի եմ, որ ինձ համարյա $300,000 տուգանում են։ Ինչ զգացողություններ ունեիք այդ պահին։ Անկեղծ ասած 6 ամիս ես ունեցել եմ շատ հոգեբանորեն շատ վատ վիճակի մեջ եմ եղել, ահա որ թե ընտանեկան, թե հարցակումները 6 ամիս ինչ նեգատիվը հարցակվել էր ինձ վրա եւ որպես Աստծուն շատ սիրող զավակ ես հասկացա իմ մոտ հարցակում է, որ պետք է այդ փուլը անցնեմ։ Բայց ասում եմ, Տեր, այսքան երկար պետեկամուտների կոմիտեն այդտեղ հարցակում եղավ, դրանից հետո Վարդան Ղուկասյանի զանգը, որը ճիշտ է, ես իրան որպես մեր հայատի բակի մի քերի կամ մի հոպար, որը շատ վատ բերան ունեցող հայհոյանքներով մարդ են վերաբերվում, ասում եմ ինչը, բայց իր այդ նեգատիվ ազդեցությունը ազգի վրա կարող է անդրադառնա։ Ու շատ մարդիկ չի իմանում ճշմարտությունը, իր ասածներով ենթադրություններ կազմում ու շատ վատ հոգեբանորեն ճնշումների մեջ է, անկեղծ ասած շատ վատ է տանում։ Դրա համար որոշեցինք ընտանիքով գնանք մի քիչ հանգստանանք, այդ ժամանակ չէին թողում, որ հանգստանանք։ Էրիկ, իսկ ըստ ինչով էր պայմանավորված այդ վատ շրջանը, երբ օրինակ խոսում եք տիրոջ հետ ու արդյոք ստանում եք այդ պատասխանը, ճակերտավոր ասած ստանում եք այդ պատասխանը, ինչու էր տրված ձեզ այդ փորձությունը։ Նայեք, ես անկեղծ եմ պատմելու, որ մի քիչ առաջ իրար հետ զրուցում ենք, մեր մոտ չէր ստացվում, գիտեք ինչից է, որովհետև ես միշտ անկեղծ զրույցներ եմ արել, այս անգամ փորձում եմ մտածել բառերը շարեմ։ Այնինչ իրականությունն այն սրտիցս բխում է, ես հենց այդ պետք է խոսեմ, ասեմ ինչն էր պատճառը, ինձ թվում է ես Աստծու հետ կապված ճիշտ չէի վերաբերվում։ Իմ 10-րդ բաժինը, քանի որ ես իմ աշխատավարձի մարմինս փշաքաղավ, քանի որ ես իմ 10-րդ բաժինը եկեղեցու հետ կիսում եմ ու փորձում եմ ու Աստծու հետ ուխտ էի կապել, ասել էի, դա այն ժամանակ էր, որ սկի գովազդ 100,000 դրամով չէի անում, ու ասի Տեր Աստված, եթե ինչ գումար ես աշխատեմ, իմ 10-րդ բաժինը տալու եմ եկեղեցուն, կապ չունի ինչ են անելու կուզեն, կանեն գողություն անեն կուզեն, ինչ խափեն, Աստվածաշնչում գրված է, դու տար, ես տեսնում եմ, ու ես քեզ հազարապատիկ փոխաբերական Աստված շռայլ Աստված, ինքը այդ իմաստով է ասում է, ոչ մի տեղ ինձ մի փորձի, միայն այդ ժամանակ փորձի, համետի վստահությունն է, եթե դու գիտես Աստծո խոսքը ու Աստծուն սիրում ու ճանաչում ես, դու տանում ես, գիտես որ գալու է, այսինքն եթե չես տանում, քծիբություն ես անում, այս ռուսական բառը պետք է ասեմ ժալետ ես անում, շարքում Աստծո հնարավորությունների վրա կասկածում ես։ Ու անկեղծ ասած, ես որոշ գումար չէի տանում, իմ գովազդային ծառայությունների գումարն էի հատկացնում, բայց քանի որ ես անում եի խաղարկություններ, ասում էի Տեր ջան, հորից գողանալը որս է, ես քո տղեն եմ, արի ես գումարը հավաքեմ, տուն եմ ուզում առնեմ։ Եվ բավականին գումար էր հավաքվել,
սենց չէի ուտում այդ գումարը, չէի այսպես գնում, բացում, նայում, ուրախանում էի ու հասնում էի մի նպատակի, որ մի հատ շատ շքեղ տուն էի առնելու կանխավճարով։ Դե իմ ուզած տունը մոտավորապես չափազանցնեմ ամենակիչը 250-ից 300,000 դոլարանոց տուն էր։ Ասում եի գոնե տանը մի քիչ կանխիկ տամ, դա թող կոմենտներում գրեն մի քիչ որքանն է։ Մնացածն է քիչ-քիչ կփագեմ։ Ու երբ որ ես վեկալա ուզում եի գնայի տունը առնելու, այդ պետեկամուտի կոմիտեի ժողովուրդը հայտնվեց։ Ու շոկի մեջ էի ես անկեղծ ասած, ասում եմ սատանան քնած չի ուզում, ոչինչ փորձություն է։ Ինձ ու Լիլիթին տարել էին մոտավորապես մի 8 ժամ հարցաքննում էին։ Չգիտեմ, էսի որ ասում եմ կարող է չի կարելի ասել եթերային չի, բայց գաղտնիքներ չեմ բացում, ինչ ենք խոսացել։ Այնպես էլ չի ամեն ինչը համացանցում ասում եմ։ Կարծում հայտնի ինձ այդպես չէ որ ուղղակի կան փակագծեր, որ ստորագրել եմ, որ չեմ կարող ավել բան խոսամ, չեմ ուզում հանկարծ հիմա մի հատ նորից ստուգանվեմ, որովհետև հիմա ոնց որ ասենք այդ վատ փուլ անցել է, հիմա Աստված ասեց տղես դու հաղթել ես, հիմա օրհնություններն է։ Հա, ու գիտեք, երբ հասկացա այդ ամեն ինչը իմ ներսում ուրախ չէի, երբ որ այդ գումարը իմ 10-րդ բաժինը եկեղեցու հետ չէի կիսում, ես միշտ փորձում էի ասեի դե պապայից գողանալը, բայց իմ ներսում միշտ հանգիստ չէի, ու երբ որ հայտնվավ, Աստծուց այդ խոսքը ստացա, բայց Աստված ինձ փորձում է տենց դաստիարակել, էլի, ու ես գիտեի, որ ինքը չի թողելու։ Ու այնինչ որ ես գողացել էի իմ Աստծուց, տարա տվեցի եկեղեցում, ոնց որ գիտեք ինչ, ոնց որ ես մի 100 միլիոն դոլար հաղթեի։ Այդ վերը ու այնքան ուրախ էի, ու ինչ չէր հետաքրքրում, ինձ տուգանել էին 109 միլիոն, թե ուզում էին տանեին նստացնեին, կարևորը ես Աստծուց հանդեպ արդար էի։ Կարող եք գտակ այդ հարցի պատասխանը, ինչու-ի պատասխանը։ Երեք ես հիշում եմ մեր առաջին թողարկումը միասին արված հարցազրույցը էլի բավականին անկեղծ էր ու իրականում դուք տարբերվում եք սովորաբար խոսում եք այն ինչ կա իրականում եւ առանց փորձելու կեղծելու եւ այլն։ Ես հիշում եմ նախորդ հաղորդումից հետո, երբ մենք առանձնազրույց ունեցանք, ես իմացա, որ ձեր երեխան, հա, ում մասին դուք շատ չէիք խոսել եթերում, ճակերտավոր ասած հայտնվել էր։ Ձեր թույլտվությամբ ուզում եմ անցնենք այդ շրջան։ Ինչ է կատարվել այս կարծում եմ 1.5 տարի անցել է այդ եթերից հետո։ Անկեղծ ասած դեռ ոչ մի նորություն չկա։ Մի ժամանակ եղավ որ երեխան ինձ գրել էր Instagram-ով էր գրել, բայց դու մոռացել ես որ երեխա ունես, շատ ենք ուրախացել ես ու Լիլիթը պատասխանեցինք եւ բլոկի արժանացանք։ Չգիտեմ պատճառը, բայց ես հավատում եմ դա հենց նա է, ոչ թե ինչ որ իր մայրը կամ սովորացրած։ Ես օր ու գիշեր սուտ կլինի ասեմ, որ աղոթում եմ, բայց շուշուտ հիշում եմ ու ասում, եթե Աստված ինձ ընտրել է, ու այսքան փորձություններից հանել է, իմ տղուն էլ կապ չունի, ինչքան որ ինձ է սիրում, նույն հավասար իմ որդուն է սիրում, ու ես հավատում եմ, որ այս տարվա մինչև վերջ մի հրաշք կլինի, հանդիպում կլինի, էլի։ Ինչ եք հենց այս տարի դրա մասին։ Որտեղ արդեն պատրաստ եմ ամեն ինչի։ Ոչ մի խնդիր չունեմ, իմ տղու հետ որ հանդիպեմ, ինքը ինչ ուզի իր համար կարամ անեմ։ Կարամ իր ճանապարհածախսը հոգամ, ինչ ուզի կարա, տենց չէ բար չի կարա լինի։ Ես մի քիչ ոնց որ իմ Աստվածը շռայլ, նույնն էլ փորձում եմ, իհարկե ես իր նմանությամբ եմ, ոնց որ դուք փորձում եմ Աստծուց նման, եթե մի բան անում եմ, մաքսիմալիստ եմ։ Եթե մի թեմայի մեջ կամ ինչ-որ գործողություն անում եմ, սիրում եմ ծայրահեղ ամեն ինչը լավ անեմ։ Դրա համար ես այսքան տարի լռեցի, որովհետև կաման չէի տղու դեմքին նայելուց, որ ինքը ինձ հարցեր տար։ Ես ունեմ այդ բոլոր հարցերի պատասխանը, իհարկե պոզիտիվի մեջ, ոչ թե թարախ պապաների գիտես, մամաց sense-նենց։ Պատրաստ եմ իրան համար ամեն ինչ անել, բայց իրան իրական տեսնելով, ոչ թե զանգելով, գիտեք, մի հատ տեսնեմ ու քանի որ չար երկրում է, դիվային երկրում է, սատանայի երկիր է, այո, ամերիկան սատանայի երկիր է, չեմ թաքցնում ու ինչ որ ես տեսել եմ, դե չեմ ուզի իմ տղեն տենա։ Մոտավորապես արդեն 11 տարեկան է, 2013 թվին է ծնվել։ Միգուցե նա այս պահին լսում է ձեզ։ Ինչ։ Նա չի լսի, կարող է, որտեվ հայերեն կարող այդքան լավ չի իմանում։ Ես մտածում եմ ինքն Ամերիկայի մենտալիտետով
ճիշտ չարաճճի իր չի սիրում, քանի որ հայրական է բաց թողածը, բայց ես խոսք եմ տալիս իրան, որ ես տալու եմ այդ ամեն ինչը։ Մենակ Հիսուս Քրիստոսը կազմակերպի իմ հանդիպումը, կամ իր մաման այնքան խելացի աղջիկ գտնվի, ուղղակի ավելի լավ է իր papan գա, ինքն էլ տենում է, որ իր papan Աստծո տղա է, ու կյանքում չի թույլ տա իր զավակը գնա մի հատ վատ ճանապարհի։ Ես պատրաստ եմ իր համար անեմ ամեն ինչ։ Իսկ եթե նա հասկանում է հայերեն ու եթե նա լսում է, ես ավելի ուրախ եմ։ Ինչ կփոխանցեք։ Ասեմ, որ շատ իրան սիրում եմ, թեկուզ չեմ տեսել ու չեմ փորձել նկարներով տեսնալ, որովհետև չեմ պատկերացնում այդ բանը, բայց հավատում եմ, որ ինքն ինձ շատ նման է, շատ նման է։ Զգում եմ, որովհետև իմ գենը շատ ուժեղ է։ Իմ նման է գժոտ է։ Լավ է լինելու էլի։ Ես այնպես բնավորության մարդ եմ, որ ես կարամ այդ սերը տամ, այդ տարիների, ուղղակի չեմ ուզում ինքը ավելի մեծանա, չհարանա ու փորձությունների մեջ։ Ասում եմ, իր տնեցիք եթե լսում են, իր պապիկը, տատիկը կամ իր մաման, եթե խելացի գտնվեն, այդ երեխուն չեմ ասում ես գողանամ, թող գա իմ հետ ապրի, այն բաց թողածը, եթե կուզի հետ կուղարկեմ, ուղղակի չար երկիր է, էլի։ Չի կարա այդ ամենի չի կարա իմ ծնողների նման ծնող, որ ես գնացի կործանվա այդ սատանու երկիրը, պատկերացրեք ինքը իր առանց պապա ինչքան չարացած կլինի, երես տված է կլինեն, բայց ոչինչ։ Հետաքրքիր է ձեր տեսակետը Ամերիկայի վերաբերյալ, շատ այստեղ ապրող մարդիկ, ովքեր որ իրականում չեն տեսել Ամերիկայի Միացյալ Նահանգները, պատկերացնում են շատ գունավոր, ծառերից դոլարներ կախված, գեղեցիկ, լուսավոր վարտագույն։ Մի 20 տարի առաջ ասեք, հա, բայց հիմա Ամերիկայի նման մռայլ երկիր, հիմա որ ասում եք Ամերիկա, ես այդ տեսիլքը տենում եմ մռայլ, անհետաքրքիր, սուտ, թմրադեղերով այնքան հենց երեկի մանկության ընկերոջ հետ էի խոսում, իրան նայում եմ, սենց ասեմ, ոնց որ ինքը իմ ձեռի տակ մեծացած, ոչ թե ինքը ինձանից մի 7 տարի փոքր է, աշկից դեմը մեծացած, ու չարությունները էլի, որ արել ենք, հիմա ես նայում եմ իմ կյանքը լավագույն ձևի փոխվել է, ինքը նայում եմ, էլի ունի օգնության կարիք, ու Աստծուն այնքան եմ խնդրում, որ այդ գանձ մեր հայ երեխեքը գնում են ու ինչ են դառնում, էլի, որ իմանան ինչքան հեշտ է Աստծո ճանապարհը, ինչքան հետաքրքիր է այդ ամեն ինչը թողնել, ասում են, բոլորը ասում են, հա գիտենք, հավատում ենք։ Եթե դու հավատում ես, պետք է մի հատ Աստծուն խնդրես իրական հանդիպում եւ կունենաս այդ ամեն ինչը։ Ոնց որ ես հիմա ինչ չունեմ, ամեն ինչ ունեմ, փառք Աստծո։ Տենց բան չկա, որ Աստված ես խնդրեմ Աստծուն, թե նյութապես, դա նույնիսկ նիհարելուց հետ կապված Աստծուն խնդրում եի, ինձ օգնես, որ ես նիհարեմ։ Իմ ամենացավոց բանն է, ճիշտ է, մի անցած հարցած ուրիշից մի 15 կիլո չաղացել եմ, բայց գիտեմ, բայց ամեն ինչ աչքևում է։ Այո, ես հավատում եմ։ Էրիկ, ես նկատել եմ, որ բացի այն, որ դուք քիչ առաջ էլ նշեցիք, ունեք ամեն ինչ ձեր կյանքի ճանապարհին հանդիպում են այնպիսի իրադարձություններ, որ դուք օգտվում եք եւ ոչինչից, այսպես ասած, որևէ բանի պակաս չունեք, եւ միևնույն ժամանակ դուք զբաղվում եք բարերարությամբ։ Այսինքն դուք օգնում եք մարդկանց, տեսանյութերը տարածում եք, այդ կերպ ցույց եք տալիս, որ պետք է, եթե ունենում ես, կիսես նաև մարդկանց միջև եւ հիմնականում գումարային տեսքով եք բարերարություններն անում։ Ես նկատել եմ, որ ձեր տեսանյութերում լինում են դեպքեր, երբ նկատում եք, որ կեղծ է ստացվում այդ ամենը, այսինքն մարդիկ կան, ովքեր չարաշահում են, հա, տեսնում են, որ բարերար կա եւ փորձում են չարաշահել այդ իրավիճակը եւ դուք այն համեստին, ավելի մի կողմ քաշվածին, ավելի խեղճին ավելի շատ եք օգնում, քան այն մարդկանց, ովքեր որ փորձում են օգտվել իրավիճակից եւ ավելին կորզել, ճակերտավոր ասած։ Ինչպես է կարողանում տարբերակել, որ մարդը իրականում ունի այդ գումարի կարիքը։ Նայեք, դա զանազանության պարգևն է, որ Աստծո կողմից էլի տրված է։ Կարողանում ես էլի որ մարդուն նայում ես, կարողանում ես հասկանաս ով իրական կարիք ունի, ով չէ։ Նույնիսկ որ ես եկեղեցի եմ գնում, մարդիկ են մոտիկ անում, ինձանից գումար են ուզում, այն քաղցր են Աստծո ներկայությունից դուրս ես գալի, ոնց որ հակառակորդը ինչ որ մեկին ուղարկի քեզ դիտավորյալ հանի, էլի հունից, ոնց որ այդ ներկայությունը գողանա։ Բայց դե եկեղեցին հիվանդների համար է, ամեն տեսակի մարդ, նույնիսկ համասեռամոլ, ռակով հիվանդ, ամեն տեսակի մարդ կհանդիպես։
Դու ես էլ լինելով Աստծուն էլի շատ սիրող եւ ճանաչող այսքան փորձություններով դիմանում եմ, նայեք, ես չեմ սիրում բարերար անունը ին վրա կոչել։ Ես ինքան պետք է հաց ու պանիր ուտեմ իրական։ Ես այդ բարերար լինելը Աստծո տված պարգև է։ Նայեք, այդ բարերար գիտեք, չէ, ոնց ասեմ, բարի գործեր անել ուրիշ է, բայց բարերարը լրիվ ուրիշ է։ Ես երբ որ լինեմ բարերար, ես աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ, սենց ասած։ Ուղղակի ես այդ բարի գործերը անում եմ, համ գիտեմ, կապ չունի դու լավ մարդ լինես, թե վատ մարդ լինես, եթե բարի գործ անում ես, էլի Աստված տալու է, կրկնակի երակի քեզ տալու է։ Ոնց որ տեսնում եք մեր Տարոն աղբորը, Տարոնը եկել է հարցազրույցի։ Շատ շուտով պետք է գալու է։ Տարոնին է տալիս, կապ չունի, հիմա ես իր սիրտը ես մտածում եմ ինքը լավ մարդ է, բայց օրենք կա, տալիս ես կրկնապատիկը, ստանում ես։ Բայց դա չի նշանակում, որ անցնելու ես երկինք։ Շատ բարի մարդիկ կան, որ այսօր դժոխքում տանջվում են։ Պետք է Աստծո կանոններին հետևես։ Ես ընտրել եմ այդ բարի կոնտենտը, համ մարդկանց լավություն եմ անում, համ էլ դրանից հաճույք եմ ստանում, որ իմ նման շռայլ բաներ շատ քիչ բլոգերներ կարող են անել։ Բլոգեր գիտեմ, որ իմ հետ հավասար 1 միլիոն, 2 միլիոն իմ աչքի տեսածով արել է, բայց ես համոզված եմ իմ քիչ շռայլ բաները չի կարող անի։ Էդ էլ է, էլի մի հատ ուրիշ սիրտ պետք է ունենաս, որ ռիսկի, հա, օրինակ ես հիմա եթե գումարը չունենայի, հնարավորություն ունենայի բանկից բարկով գումար, մի $10,000 կվեկալեի, որպես իմ աշխատանք կբաժանեի, որ ակտիվություն, որ տեսնում են քո գովաստ պատվիրող են մարդիկ, դու շռայլ ես, լավ ես հագնվում, շքեղ ավտոմեքենա ունես, չես ափսոսում, իրանք միշտ ցանկանում են քեզանից գովաստ պատվիրել։ Դրա համար ես այսօր փառք Աստծո գովազդի խնդիր չունեմ։ Բռնել եմ էլի ձևը։ Ցիտեմ ձեզ բռնել եք ձևը եւ կիսվում եք նաեւ ձևը։ Էդ էլ է սիրտ, նայեք, հիմա բոլորն է գիտեն ձևը, բայց պետք է ոնց կարաս հանես 3-ից 4 միլիոն դրամ մի օրվա մեջ մարդու բաժանես։ Դա պետք է կարենաս այդ սիրտը ունենաս։ Էրիկ, եւ ես նկատել եմ նաեւ, որ երբ սկսեցիք ձեր վերանորոգումը, շատ էին մարդիկ, ովքեր որ նշում էին, ինչու եք վերանորոգում վարձակալած բնակարանը կամ տունը, եւ վերջին շրջանում կարծես թե չեք խոսում նոր բնակարան գնելու եւ ձեռքբերելու մասին։ Հիմա որ ինձ ասում են մի հատ լավ տուն են գտել, ոնց որ սենց ասեմ քացով տան գլխիս։ Այս տան վրա այնքան հոգի ու սեր եմ դրել, որ արդեն պետք է գա այդ վերջի փուլերն ենք, մի 20%-ն որ պետք է նստենք վայելենք, հիմա ինձ լավ տուն են նվեր տան, ես չեմ գնա այդտեղից, ուզում եմ այդ չարչարանքը վայելեմ։ Սկզբից ասեմ, ինչու։ Մեր տանտերը Տիգրանը հայտնի ֆուտբոլիստ, ես կխնդրեմ իրանը կանչեք որպես հյուր, ինքը շատ լավ անձնավորություն է ու շատ բավականին հայտնիություն ունի։ Ֆուտբոլիստիկա անունը, ես ապրում եմ իր տունը, պատմեմ ոնց եղել։ Մենք ես ու Լիլիթը երբ որ գնացինք այդ տունը վերցնելու, այդ տղան սենց կարելի ասել իր հեռախոսը հավասար էր կնոպշտնի հեռախոսի, որովհետև ոչ ինտերնետից էր օգտվում, ոչ Instagram-ը գիտեր նորմալ ինչ բան է։ Գնացել ենք, ինքը ասում է, գիտես ինչ, մեր տունը խոսք եմ տվել ուրիշին, տեսնեմ, եթե պայման փոխվի կզանգեմ։ Ինքը գնում է տուն, իր կինը շատ է սոցցանցերին ճանաչում, sense օգտագործում, իմ ճանաչել է, ասել է մի անգամից, ու իր կինը ասել է, ես սպասում եի այս բանին, ես գիտեի, որ չգիտեմ, էդի տեսիլ կա տեսել ներքին զգացողություն ա եղել, որ մենք պետք է տուն ապրենք։ Ինձանից հետո Տիգրանը քաշում է TikTok ու մեզ հետևում է, ինքն էլ ունի այդ ֆուտբոլիստի տաղանդը, սկսում է TikTok-ը ֆուտբոլի թեմայով վարել։ Ու երկուսս էլ սիրահարված ենք այդ TikTok channel-ի վրա։ Ինքը այնքան, ասենց ասեմ, բարի պոզիտիվ պարգևներից մեկն է իմ կյանքում, այս իմ ճանաչած մարդկանցից բարի տղա, որ ես որոշեցի իմ շնորհակալությունը, ինչքան որքան հնարավոր է, այն ամենալավ ձևի անեմ ու թողեմ իրան, որտեղ արժանի մարդ է, որտեղ այդ տան մեջից է այս ամեն ինչ, այս օրհնությունները, ասենց բում, ֆինանսապես հաջողություն եւ ներփանկատեք։ Գնահատող եւ նշանակալ։ Անպայման լավ մարդկանց ես սիրում եմ լավ բաներ։ Օրինակ ես այնքան եմ սիրում, որ մեր տունը մարդ է գալի, լավ սեղան եմ գցում, իրանք ուտում են, ես դրանից հաճույք եմ ստանում։ Չգիտեմ, ոնց որ տարօրինակ կամ ընկերներից տանեմ պատիվ տամ, ուտում են, կարող է ես որ չաղանալու այդ խնդիր ունեմ, ոնց ջիգարով միշտ ներվայնանում եմ ուտեմ, իրանց տենում եմ ուտում են, ոչ թե ուզում եմ տանեմ չաղաստեմ, որ մի մարդ կա կարող է ուտեն չչաղանան, բայց այդ հաճույքով ուտեն։ Էկ վերջերս դուք հանդես եկավ
նաև մի տեսանյութով, որտեղ խոսում եք Վարդան Ղուկասյանի մասին ու նշում եք, որ առանց Վարդան Ղուկասյանի անհետաքրքիր է եւ նրա կարիքը կա այս պահին։ Լավ էլ հետևում եք, ես գիտեմ ի վիդեոները մինչև վերջ չեն նայում արդեն։ Ոչ, ես մինչև վերջ նայում եմ, հատկապես երբ հարցազրույցի եմ պատրաստվում։ Էրիկ, դուք եք կարծում, որ այսօր նրա խոսափողի կարիքը ունի մեր ժողովուրդը։ Եթե հայհոյանքները մի կողմ դնենք։ Ես հավատում եմ, անկեղծ եմ հավատում, այսի ոչ թե բարերային մարդկային, ես հավատում եմ Վարդան Ղուկասյանը ապաշխարելու է ու Աստված իր կյանքում մի հատ լուրջ հանդիպում է։ Ես իմ վիդեոներից մեկում ասի պարոն Ղուկասյան ջան, ասի Սողոսը որ դարավ Պողոս, դուք ով եք որ չդառնաք։ Ուղղակի որ Աստված գերբնական ձևով հայտնվեց, նա դառնալու է լիովին տարբեր մարդ։ Մենակ այդ պակասն է ու նա բանտից իմ կարծիքով դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև Աստծո ծնկի չգա։ Ինքը փոխվելու է, ես հավատում եմ դրան։ Ու ես իր համար աղոթում եմ, անկեղծ եմ ասում, որովհետև ինքը իսկական ուժեղ զենք է սատանային տրորելու համար, ինչքան պետք է արտահայտում պիղծ ասելով չար մարդիկ, էլի որ պղծության մեջ վատ մարդիկ իրան շատ են հետևում, որ հայոյանքներ տալի չարով, պատկերացեք ինքը ապաշխարեց ու Աստծո խոսքը խոսած։ Ինչքան մարդ է, որ ասեն Վարդան է Աստծոց է խոսում, դա ուրեմն իրական է։ Ես հավատում եմ ու չեմ դադարելու Վարդան Ղուկասյանի համար աղոթեմ։ Ես մի հատ այսքան չարությունով չեմ լցված։ Դա նա չի, դա իր մեջի հակառակորդն է, որտեղ ինքն էլ Աստծո ստեղծած, էլի։ Երբ Վարդան Ղուկասյանի հետ կալանավորվելուց առաջ, մոտ 1 ամիս առաջ ունեցան հարցազրույց տեսազանգով, երբ խոսեցինք Աստծո մասին եւ ես հարց տվեցի, Վարդան Ղուկասյանը պատասխանեց այսպես. Ես հավատում եմ, որ կա ինչ-որ մի ուժ, որ ինձ տանում է դեպի առաջ եւ եթե այդ ուժին նա Աստված ամեն դեպքում չկոչեց, բայց իրականում կար հավատ, որի մասին խոսում էր, հրեշտակ։ Եթե չեմ սխալվում, եթե ամեն ինչի կհավատան բացի իրական Աստծոց։ Մարդը Coca-Cola-ի բանկային շշին հավատում է զոմբիի նման։ Օրինակ եմ բերում, էլի մարդ տեսակը, բայց երբ որ ասում ես, գիտեք, նայեք, բուդդիզմ, այնտեղ հինդուիզմ, ամեն ինչ անում է սատանան, նորմալ է, բայց հենց Հիսուսի անունն են տալի, դառնում ես աղանդավոր։ Գիտեք, որտեղ փրկությունը միայն Հիսուսն է։ Ես եմ ճանապարհը։ Եթե Հիսուսին չընտրեցին, դրա համար հիմա Վարդան Ղուկասյանը կասի հրեշտակ, օզավոր ինչ-որ մի բան, մարդիկ կասեն նորմալ է Վարդան ջան։ Նույնիսկ ես զարմանում եմ, որ ինքը տիրոջը հայոյանքներ էր ասում, մարդիկ ասում էին, ուղղակի չեմ կարող էլի հավատամ, ոնց կարող մարդ այդքան չար լինի։ Հաստատում էին։ Բայց դե էլի եմ ասում, ոչ մի բան այս կյանքում պատահականություն չի։ Ես հավատում եմ, որ իր մաման այս հարցազրույցը կնայի, նույնպես իր մայրիկը այս կլինի առիթ ապաշխարության։ Երբ որ իր մայրիկը ծնկաչոք Հիսուսին, ես հենց հիմա կարող եմ վստահ ասեմ, երբ որ իր մայրիկը ծնկաչոք Հիսուսին աղոթեց Վարդան Ղուկասյանի համար, նա բանտից դուրս կգա։ Ու դա մեծ վկայություն կլինի։ Կասի այ տղա, ինչև Հիսուսին չաղոթեցի, հրաշք չեղավ։ Դա լինելու է, նա արդեն իր հոգու սրտում հավատում է։ Նա ուղղակի դեռ շուտ է դրա մասին խոսել, այս սապիսը լինելու է մեծ վկայություն, որ հետո պոդոյը պոստի է լինելու, Աստված էլ ինձ սիրում է, չի թողի, որ ես մանթով մնամ։ Էրիկ, մի քիչ առաջ նշեցիք, որ այսօր տարածված է, երբ մարդիկ խոսում են Հիսուսի մասին, Հիսուսի անունն են տալիս, կապում են ինչ-որ աղանդավորական շարժումների հետ։ Այս դեպքում ինչպես պետք է տարանջատեն մարդիկ։ Նայեք, աղանդավոր այն մարդկանց են հիմնականը ասում, որ հելում է հոգով սրտով Հիսուսից քաղցր խոսում է։ Կան լիքը տարբեր կազմակերպություններ, Եհովայի վկաների, մորմոնների եւ շարունակ, էլի տարբեր։ Նայեք, ես էլի եմ ասել, բազմիցս չեմ էլ ամանչում, ես ավետարանչական ճյուղի եկեղեցի եմ գնում, բայց նույնպես մեր հայ առաքելականը ընդունում եմ։ Չեմ ասում, եթե մեր հայ առաքելական եկեղեցին չլինի, մեր հայոց պատմությունը չի լինի եւ մեր Հայաստանը չի լինի։ Ինքը շատ լուրջ հարցեր է կարող մեր պետականորեն լուծի։ Բայց քանի որ ես բժշկվել եմ մի եկեղեցու ճյուղի անդամի աղոթքով, ես չեմ էլ իմացել էլի գոյություն ունի առաքելական, ես ընդհանրապես Աստծուց տենց տեղյակ չեմ եղել։ Երբ որ ես բժշկվա
ասեցի, «Ես ինչ կատարվա, Լիլիթ գթի է դրանք ովքեր են ընդհանրապես»։ Եվ բնականաբար, որ ես 100% բժշկվել եմ, պետք է հետևեմ այդ ճյուղին։ Բայց երբ որ գնացի, արդեն հետևեցի, եկեղեցի էի գնում, Աստծո խոսք էի լսում, ընթացքում ասում էին աղանդավոր ի՞նչ է։ Հետո մեր եկեղեցու մասին աղանդավոր նշանակում է, որ Աստծո խոսքը սխալ է տարածում, ինչ որ Աստվածաշնչից դուրս է, դա աղանդավորություն է։ Այսօր մարդկանց հեշտ է գնալ եկեղեցի, մոմ վառել եւ դուրս գալ, ասեն մեղքերի թողություն են կարել, գնան շնություն անեն կամ հայոյանքներով խոսել։ Այսօր հիմնական այն մարդկանց եմ տեսնում, ովքեր առաքելականը փորձում են բարձր պահել, բայց իրանք շնության մեջ են։ Մեր շատ հայտնի TikToker-ներից է կամ փորձում են առաքելական ճյուղը տանել, բայց այնքան չարությամբ են լցված, թեկուզ ես օրինակ աղանդավոր եմ կամ ինչ-որ իրանք իրավունք չունեն ինձ վիրավորելու, նրանք կարան սիրով ասեն, ասեն Էրիկ եղբայրս, գիտես ինչ կա, եղբայր ջան, դու սխալ ճյուղով ես, արի մի հատ նստենք, քննարկենք, ոնց կարան քեզ օգնենք, այ ոչ թե աղանդավորները կամ sense հեգնանքով ձեռ առնելով։ Ինչ է մեր պապան սովորացնում, որ սեր տաս։ Ինձ օրեկան գիտեք ինչքան մարդիկ է։ Ես օրինակ եթե ուզենամ, կարամ TikTok-ս թողեմ, գովազդներով չզբաղվեմ, դառնամ միլիոնատեր։ Իրական էջերով մտնում են այնց հայոյանքներ են ինձ գրում, մտնում են նույնիսկ այնքան դմբո են կամ այնքան դուխով դմբո են։ Հեռախոսի համարներով կարամ ոստիկանություն դիմեմ, այդ մամեն մեկից, այո, օրը մի 10 հոգու անկեղծ կարամ։ Ես ասում եմ Տեր ջաններ իր բլոկում եմ ու ես ուզում եմ մի հատ շատ կարևոր ուխտ կապեմ Աստծո հետ, վտանգավոր ուխտ, գիտեմ, որ ինչ իրավիճակ է ուզում լինի, թեկուզ փողոցում, եկուզ այդ մարդը գիտեմ սխալ է, ես ճիշտ եմ, իր ամենքին սիրով բացատրեմ, սիրով։ Կարող է ես հիմա մեկը գալիս է ինձ խփում է, կանգնած աստեղը, ասում սեր տամ, սեր, բացի սեր տալուց, ոչ մի ասենց գրուպի, որ տարբերվեմ, էլի որ Աստծո սերը մարդկանց կարողանամ ցույց տամ։ Այդ պետք է շատ մեծ համբերություն եւ նյարդեր։ Այո։ Էրիկ, նախորդ անգամ, երբ զրուցում էինք, խոսում էինք երկրորդ բալիկի մասին, ես ձեր խոսքից հասկացա, որ դուք շատ եք ցանկանում երկրորդ բալիկ ունենալ, ձեր դեպքում երրորդ երեխան կլինի, Լիլիթի դեպքում երկրորդ բալիկը, իրականում ինչ փուլում եք գտնվում եւ արդյոք Անժելիկան նույնպես ուզում է քույրիկ կամ այո, Անժելիկան քույրիկ է ուզում, բայց մենք հավատում ենք, որ տղա է լինի, արդեն անունն էլ եմ 100% ընտրել ու անունը չեմ փոխելու, անունը Հեսու եմ դնելու, Հեսու։ Եկեղեցու, երբ որ եկեղեցում աղոթք էի անում, Աստված սրտից դրեց այդ անունը։ Ասում եմ, ես այդ անունը չեմ իմացել, ասում եմ, Լիլիթ Հեսուն ով է ընդհանրապես, ինչ է։ Ասում եմ, ոնց որ ինձ ասում է քո փրկիչն է, ոչ թե քո փրկիչն է ծնվելու, դե չեմ համեմատում Հիսուս Քրիստոսի հետ։ Այսինքն մի հատ օրհնված բալիկ է ծնվելու, որ Աստծո գործը անելու։ Ու sense եկեղեցում նայում եմ պատգամ Հեսու բառերով, աղոթք են անում, թող Տեր ջան Հեսուի նման պայքարող լինենք, ու հետո հասկացա, որ Հեսուն 7 մի օրվա մեջ, եթե չեմ սխալվում, 7 թագավորի է հաղթել, sense դեմք ա եղել, եթե չեմ սխալվում։ Աստված առաջ։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ իմանալ, թե որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Չեմ հիշում նախորդ անգամ ինչ եք պատասխանել։ Ես չեմ հիշում, իմ համար բացարձակ արժեքը ազնվությունն է ու կապ չունի քո կյանքում դու ճիշտ ես թե սխալ ես, օրինակ մարդկա սխալ է, բայց փորձում են ինձ անի կարա։ Ես չեմ կարող։ Եթե ես ուրախ եմ, կարող եմ այդ ուրախությունը փոխանցեմ։ Եթե ես տխուր եմ, չեմ կարող ուրախ լինեմ։ Երկու երեսանի չասեմ, անկեղծ լինելն է, մաքսիմալ անկեղծն է իմ համար արժեքը։ Օրինակ, եթե ես մեկին հարց եմ տալի, ես ուզում եմ ինքիմ հետ անկեղծ լինի, սուտ չլինի։ Սուտ ու կեղծիք իմ համար լավ չի։ Մաքսիմալ անկեղծ լինի մարդ, ոնց որ ես եմ։ Շնորհակալ եմ գալու համար, շնորհակալ եմ անկեղծության համար։ Ես եմ շնորհակալ, որ կանչեցի։ Իսկ իմ այսօրվա արտաքին տեսքի համար շնորհակալություն եմ հայտնում Իսահակյան 14 հասցեում գտնվող Aga Image ստուդիոյին։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։